Ողջույն ձեզ, Հայեր ջան, ձեր հետ խոսում է Rafon Smart Profit YouTube ալիքից, ուրեմն կուզենայի մի փոքր նյուանսներ բացատրեի տեխնիկական վերլուծության մասին, առհասարակ թե ինչ է շուկան անում, ինչպես է գրաֆիկը աշխատում, որն է объемները, որ գրաֆիկի վրա объемներ պետք է տեղադրվի, որ կարողանաք ճիշտ անալիզ անեք, էլի։ Ուրեմն մեր մոտ այս ծրագիրը Trading View-ն է, ես սիրքենք թողեմ մեր Telegram-ն ալիքում, ուրեմն ինձ թվում է այս trader չկա, որ չիմանա այս Trading View մասին, որովհետև ինքը շատ գործիքներ ունի, շատ հարմար է ու բոլոր բիրժաների կոտիրովկա ունի, էլի իր մեջ։ Ուրեմն ինչ եմ ուզում ցույց տամ ձեզ, ժողովուրդ։ Տեսեք, Trading View-ը լավ է որն է, որ դուք կարաք ստեղ պարապեք, էլ, այսինքն ինքը հնարավորություն ունի, իհարկե պլատնի է, պետք է ամսական $16 տարբեր կա, էլի, $16 մուտում պետք է անեք, որ ծրագիրը կարողանաք օգտագործել կոնկրետ այս սիմուլյատորը ռինգ է։ Սա նշանակում է, որ դուք կարող եք գրաֆիկի ձեր ուզած հատվածը կտրեք, օրինակ։ Տեսեք, մեր մոտ հիմա կտրվավ գրաֆիկի այս հատվածը, հիմա սխում ենք ստեղ play, մեր մոտ գրաֆիկը սկսում է աշխատել է։ Պատկերացրեցիք։ Այսինքն մենք խոսքի կարող ենք ստեղ մեր անալիզը անենք ու ոնց որ ասած մեր գործիքն է, էլի, սրա վրա կարող ենք մենք պարապենք։ Ինձ թվում է պարզ է։ Ուրեմն կուզենայի ցույց տայի, թե կոնկրետ սա AVAX-ն է, AVAX-ի վրա ոնց կարելի է գումար աշխատել։ Ուրեմն տեսեք, մենակ AVAX-ի մասին չի խոսքը, բոլոր տեսակի գրաֆիկները աշխատում են մի ձևի։ Ինչ էր պետք անել։ Տեսեք, ես կարամ շատ հետեթամ, կարամ քիչ հետեթամ, բայց շատ հետեթամ։ Այստեղ մեր մոտ մի օրանոց գրաֆիկն է, կապ չունի մի օրանոց է, մի ժամանոց է, եւ գրաֆիկները նույնն է։ Ուրեմն այստեղ տենում ենք, որ մեր մոտ այստեղ ուռովեն կա։ Ամենաառաջինը, տեսեք, մեր մոտ մենք ֆիքսում ենք, որ գինը իջնում է ներքև դեպի։ Մեր մոտ ուռովեն կա, այսինքն մակարդակը հեսա մեր։ Մակարդակը նշում ենք։ Սպասում ենք սեղմում ենք, գնաց շուկան այո աշխատում է, տեսեք, մեր մոտ շուկան պես տարածության վրա, տեսեք, այսինքն մեր մոմը ներքև փակվեց, պռաբոյը ուզեցավ աներ, չկարեցավ, ու պռաբոյը տեղի ունեցավ, տեսեք, հիմա ես արդեն ռետեստ անում ուղղվերին, ինձ թվում է, որ մեկ անգամ էլ պետք է ռետեստ անի, բայց այստեղ մի հատ պաուզա ենք տալում, տենում ենք, որ այստեղ հստակ մակարդակը արդեն գծեց մեր մոտ։ Իսկիցը տենում ենք այստեղ։ Արդեն մենք ունենք կոպիտ ասած կոռիդոր, ներքևի ու վերևի։ Մենք ներքևից բացում ենք long դեպի վերև, վերևից բացում ենք short դեպի ներքև։ Հիմա այստեղ տեսեք մի հետաքրքիր նյուանս ասեմ ձեզի։ Ուրեմն տեսեք, այստեղ մեր մոտ մակարդակը объемը նայեք, ներքևի объемը, սրա մասին է խոսքը, այս объемների, ինչ է կատարվում, объемը ոնց ենք հաշվում, ոնց ենք հասկանում объемը շատ է, քիչ է, այս մոմի փոքր, տեսեք ինչ մեծ մոմ է, իր այս գծերը, ասեղները, այսի վաճառողներն են, այսինքն սրանք գնորդներն են, այս կանաչ մոմը գնորդներն են, ասեղը վաճառողներն են, տեսեք, ստե ինչ մեծ չափի առևտուր է եղել։ Այսինքն տեսեք, այս մոմից փոքր է ինքը ընդհանուր, բայց տեսեք, ստեղ ավելի շատ объем է եղել։ Ստեղից մենք տեսեք, նայում ենք, որ объемները եթալով իջնում, այսինքն ստեղ ինտերեսը կորում է, բայց ստեղը մեր մոտ объемը գնալով բարձրանում, այսինքն մենք ստեղից հետևություն պետք է անենք, որ ըստ հավանականության ինքը պետք է լինի տեստ անի այս ուռովենին, որովհետև объемները գնալով բարձրանում է։
ու մոմն էլ տեսեք վետալով մեծանում, այսինքն ստեղից հետևություն, որ ստեղ գնորդները շատացել են։ Հիմա հետևենք, թե ինչա կատարվում։ Մենք տեսեք տեստը արեցինք, աբյոմները մի ձևի մեծացավ, տեղ խփեց, տեստը արեց, հիմա ստեղից, ժողովուրդ, ստեղից մենք պետք է բացենք շորտ պոզիցիա, որովհետև մեր մակարդակին հասել է, այսինքն մենք հստակ ֆիքսեցինք, որ մենք ունենք կառիդոր, քանի որ ես էլ մի օրանոց գրաֆիկը, ինքը տեսեք, ստեղ մեծ գլոբալնի մակարդակ ունենք, եթե ինքը պրավոյել է, այս մակարդակից վերև բարձրանալու համար չափազանց մեծ ֆինանսա պետք ու ժամանակ է պետք։ Դրա համար մենք ստեղից բացում ենք շորտ պոզիցիա։ Պատկերացնենք մենք ստեղից բացեցինք մի հատ շորտ։ Stop loss-ը հանում ենք մոտակա, կարող է ինքը լոժնի պրավոյել լինի, մոտակա մակարդակի վերև, take profit-ը իջացնում ենք, այսինքն տեսեք մեր մոտ համարյա $2.5 մինուսա, մեր հաջորդ մակարդակը հեսա։ Մենք դնում ենք ստեղ ու սպասում ենք։ Տեսեք, ինչի եմ պաուզա տալիս տեղ, որովհետև նայում ենք մեր աբյոմները գնալով բարձրացավ, հետո ստեղից իջնում, այսինքն ըստ հավանականության շատ հնարավոր է ինքը չկարենա իջնի, բայց քանի որ մեր աբյոմները այս պահին բարձր է, սպասում ենք այդտեղ։ Ստեղ այս պահին արդեն, որ իջել ենք, տեսեք, արդեն $4 պլյուս ենք։ Իսկ իջեցնում ենք ստեղ, սարքում ենք take profit։ Տեսեք, այսինքն եթե հիմա մեր գինը բարձրանա վերև, այսինքն մեր stop loss-ը դառավ take profit, բարձրանա վերև մենք մինուս չենք ստանալ։ Ինչ ենք տենում։ Տեսեք, ստեղ մեր առևտուր վաճառողների աբյոմները ու գնորդների աբյոմները, այսինքն ստեղ հələ տեսեք ինչ տարբերություն է, ստեղ ֆակտ երևում է, որ տեսեք ստեղ գնորդները մակարդակ կա ստեղ գնորդներ առաջացան մեծ քանակության, տեսեք, այսինքն այս մոմի մեջ ավելի մեծ գումար կա դրված, քան ստեղ այս մոմի մեջ, պատկերացրեցիք, հիմա ստեղ է աբյոմը նայեք, իսկ ստեղից հետևություն ենք անում, որ ըստ հավանականության ստեղ պրավոյելն դեպի վերև, ստեղից հետևություն գոնե stop loss-ը մի քիչ էլ ենք իջեցնում, ստեղ, մի քիչ էլ ենք իջեցնում, ու սպասում ենք մեր հետագա քայլերին։ Всё, մեր take profit-ը փակեց։ Այսինքն տեսեք, ես ինչ արեցի, մեր մոտ ոչ մի դժվար բան չկա։ Մեր մոտ ուղղակի մենք ֆիքսեցինք մակարդակները ու մեր stop loss-ը սարքինք take profit, որովհետև մենք պետք է հաշվի առնենք բոլոր տարբերակները, եթե գինը հասել է ստեղ, հիմա մենք ստեղից long պետք է բացենք, հասել է մեր մակարդակին։ Մենք պետք է հաշվի առնենք, որ կարա ինքը գինը իջնի ներքև, կարա բարձրանա վերև, կարա ստեղ խաղա այս մակարդակի վրա։ Մենք ստեղից բացում ենք long կուպից։ Take profit-ը հանում ենք վերև, էլի նույն ձևի։ Stop loss-ը իջացնում ենք, այսինքն մեր մոտ $5 է, գոնե $2.5, լավ, ասենք $2.7 դնենք, մի քիչ մակարդակից ներքև դնենք, որ մեր stop loss-ը չփակի։ 2.70 մոտավոր, վերջ։ Ստեղ մենք նույն գործողությունն ենք անում, էլի հանում ենք վերև $2 չափով ու սպասում ենք։ Վերջ, մեր stop loss-ը փակեց մեզի։ Տեսեք, ուրեմն ստեղ մի հատ էլ նրբություն բացատրեմ։ Մեր մոտ աբյոմներին, անպայման աբյոմներին ուշադրություն ենք դարձնում։ Գրաֆիկի վրա ոչ մի RSI, ոչ մի բան պետք չէ, մենակ պետք է աբյոմ, մեկ էլ մոմերը, վերջ։
ուրեմն այստեղ հետևություն ենք անում, որ տեսեք մեր մոտ էս մեջտեղի գծի վրա շատ է գրաֆիկը ավելի շատ է մնում, ոնց որ ասած, այստեղ ինքը накопление հավաքվում է, իմպուլս է տալի։ Իջնում է ներքև, накопление նիշ իմպուլս ներքև։ Հիմա այստեղ շատ հնարավոր է ինքը накопление էլի անի, հելնի վերև։ Հիմա ես չգիտեմ գրաֆիկից հետո ինչ ալնելու մեր մոտ։ Ուրեմն այստեղ ինչ է մեր տվյալ քայլը, սպասում ենք շուկային ինչ պետք է լինի։ Տեսեք объемները ոնց մեծացավ միանգամից, տեսեք։ Объемները տենում եք, փոքր մեծ, հետո մի հատ կարմիր объем բացեց, այսինքն մեր մոտ այս կարմիրը այս объемն է։ Նշանակում է, որ այստեղ վաճառող չկա, ավելի շատ գնորդ է, объемը բարձրացավ մի հատ ու ելավ կպավ վերևը։ Այստեղ ինչ ենք անում մենք, այստեղ հասել է մեր մակարդակին, այստեղից բացում ենք short, վերջ։ Բացեցինք short, take profit-ը իջացնում ենք ներքև էլի, ժողովուրդ, stop loss-ը հանում ենք մակարդակից $6, $3 մոտավորապես լավ, $2.5 թողենք մեր stop loss-ը։ Всё, շարունակում ենք trade-ը։ Ունենք արդեն $2.4։ Այսի իջեցնում ենք մեզ համարը 0.8 ցենտ, 0.8 կամ 0.4 ցենտ։ Սպասում ենք։ Տեսեք, մեր մոտ մակարդակը ճեղքեց ու մեզ take profit-ով փակեց, կոպիտ ասած։ Այստեղ ուրեմն տեսեք հետևություն, ինչ է, այստեղ объемները նայեք նվազում են, վաճառողների объемները նվազում են, այստեղ գինը իջնում է ներքև, այսինքն այստեղից հետևություն, սա կոչվում է դիվերգենցիա, դիվերգենցիան նա է, որ մեր մոտ объемները իջնում է, գրաֆիկը իջնում է, պետք է տենց չլինի, եթե ինքը իսկական կոպիտ ասած истинն ինքը պետք է իջնի ներքև, հասնի ներքևի մակարդակին, մեր մոտ այս объемները պետք է գնալով բարձրանա, որտեղ վաճառողները պետք է գնալով շատանան։ Իսկ ստե մեր объемները ցույց է տալի, որ այստեղ թուլություն կա վաճառողների մեջ։ Այստեղ այս մոմը ցույց տվեց, որ այստեղ գնորդներ հայտնվեցին, որտեղ այստեղ շուտ վանից, տեսեք, ես ասում եմ, այստեղ մեծ քանակության մեջտեղ ավելի շատ գնորդներ կան, գինը մեջտեղում ավելի շատ է գտնվել, քան ստե ներքևը կամ վերևը։ Այստեղից հետևություն ժողովուրդ, որ մենք կարայինք ավելի շուտ։ Այստեղ բացեինք թեք հորիզոնական մակարդակ ու սպասեինք մակարդակի ճեղքում։ Բայց քանի որ մենք աշխատում ենք flat-ի վրա, ոչ մի բան չարեցինք։ Հիմա սպասում ենք։ Զուտ սպասում ենք, ուրիշ ոչ մի բան։ Տեսնում ենք ինչա կատարվում։ Տեսեք, մեր մոտ մակարդակը ելավ վերև։ Մենք ինչ ենք անում։ Մենք այստեղ թեք կից պետք է գծենք ներքևից։ Նույնը պետք է անենք վերևից։ Տենանք հետո ինչ ալնելու։ Վերջ, մեր մոտ ավարտվեց գրաֆիկը, չհասցրեցինք ինչ-որ շարժ անենք, բայց մենք այստեղ ֆիքսեցինք $9 օգուտ։ Այսինքն, պատկերացրեցիք, մենք ընդամենը այսքան հատվածում, քանի օր տևեց մեր շարժը, այսինքն այստեղից սկսեցինք, մինչև այստեղ։ Քանի օր, 45 օր, համարյա մի ամիս, մի ամսվա ընթացքում $9։ Տեսեք, այսի կոնկրետ օրինակը վերեցի մի օրանոց գրաֆիկի վրա, բայց կապ չունի օրը, ժամը,
քանակը, չգիտեմ, կարևորը ստեղ պահել ձեր բալանսի մարժեն, այսինքն ինչքանով պետք է գործարքի մեջ մտնեք։ Եվ վերջ, ուրիշ ոչ մի բան պետք չի, պետք է ընդամենը նայել գրաֆիկին, տեսեք նույնը VIF-ը։ VIF-ը մեր մոտ էլի թեք ուռևենի պրաբիցիա է տեղի ունեցել, տեսեք նույն ձևի ստեղ կարող ենք մենք անալիզ անենք, որ ստեղից ինքը պրաբիցիա է լինի, որտեղից պետք է հասկանենք, որ ստեղ տեսեք վաճառողների աբյոմները շատ քիչ է, հաջորդ մոմը բացվում է, կանաչ, տենում ենք, որ մեծ մոմ է գծել, մեծ աբյոմ է բերել, իսկ ստեղից հետևություն, որ այս մի աբյոմ էս 3 աբյոմից շատ, այսինքն այս մի մոմի մեջ պատկերացրեցիք, ավելի շատ գնորդներ կան, ավելի շատ առևտուր է եղել, քան թե այս 3 մոմի մեջ պատկերացրեցիք, մոմի մեծությունը կապ չունի, մոմի մեծությունը ընդհանրապես կապ չունի, աբյոմ պետք է նայեք, աբյոմն էլ արդեն պարզ է, իր մեջի առևտրի քանակն է։ Այսքան բան, հարազատներ ջան, այսօրվա դասը էս էր, ես խորհուրդ եմ տալիս միանալ մեր Telegram-ան ալիքին, հարցերի դեպքում կպատասխանեմ, կօգնեմ ձեզ, մենք զբաղվում ենք ֆյուչերսներով, զբաղվում ենք բոլոր գործիքները Fibonacci, ինձ թվում է հաջորդ դասին մենք կուսումնասիրենք Fibonacci-ն, թե ոնց են Fibonacci-ով չափում, որտեղից կարելի է գործարքի մեջ մտնել։ Այսքանը, հաջողություն ձեզ, միշտ նոր հանդիպում։